Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Անի Թովմասյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ձեզ տեսնում ենք կրկին մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ ուրախ եմ ձեզ տեսնել կրկին։ Բժշկուհի, քանի որ հոկտեմբեր ամիսը առողջապահության նախարարության կողմից հայտարարված էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավով, արշավ էին իրականացնում, դա նաև Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրի բժշկական կենտրոնում այն իրականացվեց, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք։ Ասեմ նախ ինչ է, կրծքագեղձի քաղցկեղը ըստ տարածվածության կանանց մոտ զբաղեցնում է առաջին տեղը չարորակ նորագույացությունների շրջանում եւ այս աշխատանքները, այսինքն իրազեկումը բավականին կարեւոր դերակատարում ունի, որպեսզի մարդիկ ժամանակին կարողանան դիմել բժշկի, հետազոտվեն, որովհետեւ վաղ հայտնաբերումը ուռուցքի դա բուժման հիմնական գրավականն է։ Ակտիվ էին շահառուները։ Բավականին, այսինքն այս ընթացքում մենք ինչ որ չափով շարժի միտում արդեն ավելի մեծացավ այդ միտումը, մարդիկ ավելի հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել ու շարժնել հիվանդանոց, ավելի ակներև էր ու ավելի տեսանելի դրական տեղաշարժ տվեց մեզ այս իրազեկումը։ Խուսափելու հիմնական պատճառը ո՞րն է։ Առաջին հերթին բնականաբար վախը, որ կարող է ախտորոշվել նման հիվանդություն, այսինքն մարդիկ առաջին հերթին, որ նույնիսկ կասկածում են, որ իրենց մոտ կարող է լինել քաղցկեղ, առաջին բանի հետ, որ իրենք բախվում են, բնականաբար դա վախն է, որ խոսքը գնում է անբուժելի հիվանդության մասին, այսինքն այդ հիմնական վարկածները, որոնք վախեցնում են մարդկանց դիմելու եւ լինում է դեպքեր նույնիսկ տևական ժամանակ եւ շոշափում են գոյացություն եւ արդեն կան արտահայտված լուրջ կանգատներ, բայց մարդիկ չեն դիմում բժշկի եւ միայն դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն հիմնական գանգատներն այնքան են դրսևորվում ու սրվում, որ իրենք էլի վիճակի չեն մնալու տանը։ Բայց քաղցկեղը դատավճիռ չէ, դա մենք նշում ենք բազում անգամներ արդեն, նույնիսկ նախորդ անգամ մեր հանդիպման ժամանակ ես ինչպես հիշում եք նշեցի, որ ժամանակին ընդհակառակը դիմելիությունը դա մեզ տալիս է հնարավորություն լիարժեք եւ արդյունավետ բուժելու մարդկանց եւ ինչպես ցանկացած այլ հիվանդություն, որը հայտնաբերվում է վաղ փուլում եւ տրվում է լիարժեք ապակինում, ուռուցքը եւս բացառություն չէ, այսինքն վաղ ախտորոշումը դա բուժման արդյունավետության հիմքն է։ Ինչ է հարկավոր անել վաղ ախտորոշման համար։ Նայեք, առաջին հերթին կան ռիսկի գործոններ, որոնք բերում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման, այսինքն հավանականությունն ավելի մեծանում է, որ մարդու մոտ տարիքի հետ զուգահեռ հատկապես կարող է առաջանալ կրծքագեղձի քաղցկեղ։ Դրանք են վաղ դաշտանը, ուշ դաշտանադադարը, հորմոնալ ինչ-որ դեղերի օգտագործումը տևական ժամանակ, հղիությունների թիվը, կրծքով կերակրումը, երբ է եղել առաջին հղիությունը, որ տարիքում։ Իհարկե կենսակերպը կարևոր դերակատարում ունի, այսինքն ֆիզիկական ակտիվությունը սահմանափակված է, թե մարդիկ ակտիվ կենսակերպ են վարում, ալկոհոլի ծխախոտի օգտագործումը եւս կարևոր դերակատարում ունի։ Իհարկե ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն եթե ընտանիքի անդամներից ինչ որ մեկի մոտ եղել է կրծքագեղձի կամ ձվարանի, այսինքն գինեկոլոգիական որևէ տեսակի ուռուցք, ապա բնական է հավանականությունը հետագայում հարազատի մոտ դրսևորվելու մի քիչ ավելի մեծանում է։ Դրա համար գոյություն են նույնիսկ հատուկ մուտացիաներ, որոնք մենք միշտ ըստ անհրաժեշտության ստուգում ենք, որպեսզի հասկանանք կա արդյոք գենային տրամադրվածություն, հատկապես եթե պացիենտի մոտ օրինակ ուռուցք առաջացել է վաղ տարիքում, ու եթե ինքը ունի ժառանգական նախատրամադրվածություն, ստուգվում են անպայման մուտացիաները, որպեսզի տեսնենք ու հաստատենք գենային ֆակտորը ուռուցքի առաջացման որպես պատճառ։ Դրանք այն հիմնական ռիսկի գործոններն են, ինչպես նաև նախաքաղցկեղային մի շարք հիվանդություններ, այսինքն օրինակ ֆիբրոադենոմաները, մաստոպաթիաները, ներծորանային պապիլոմաները, որոնք եւս ռիսկ են հանդիսանում, որ հետագայում իմ նշված վնասակար սովորությունների կամ այլ գործոնների հետ զուգակցված կարող են ի վերջո բերել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման։ Կա ինչ-որ մի տարիքային շեմ, որից հետո արդեն պետք է անհանգստանալ այս ուղղությամբ։ Որպես կանոն տեսեք, տարիքային շեմը դա միջին տարիքն է, այսինքն 45-ից բարձր տարիքն է, բայց հիմնականում եթե կան ռիսկի գործոններ, բնականաբար ավելի վաղ տարիքում պետք է հետազոտությունները կատարվի, մինչև 40 տարեկանը հատկապես եթե
կան գործոններ, որոնք կարող են բերել քաղցկեղի առաջացման, բարբերաբար պետք է կատարի սոնոգրաֆիկ քննություն, որովհետև գեղձային հյուսվածքն է այդ տարիքում գերակշռում ու սոնոգրաֆիան շատ ավելի ինֆորմատիվ է լինում մեզ համար ուռուցքի ախտորոշման համար։ Իսկ 40 տարեկանից հետո որպես կանոն բարբերաբար պետք է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն, դա էլ բացատրում է նրանով, որ ճարպային հյուսվածքն է տարիք է սկսում գերակշռել, ինչի արդյունքում արդեն մամոգրաֆիան է մեր համար դառնում հիմք ախտորոշման սկիզբը դնելու համար ուռուցքի։ Լավ, կլինիկական ախտանշանները հիմնականում ահազանգ որպես դա դիտարկենք, որոնք կարող ենք համարել։ Նայեք, սկզբնական փուլում կրծքագեղձի քաղցկեղը որպես կանոն կարող է ընթանալ նաև անախտանշան, որևէ դրսևորում, այսինքն ցավ, որևէ լուրջ գանգատ պացիենտները կարող են չնշել։ Դրա համար շատ կարևոր նշանակություն ունի այս փուլում պացիենտների բարբերաբար կատարվող ինքնազննումը։ Այսինքն դաշտանից հետո սովորաբար պետք է բարբերաբար կատարել ինքնազննում ամիսը գոնե մեկ անգամ եւ դրանով արդեն սկզբնական փուլում հնարավոր է շոշափել գոյացություն։ Դեռևս առանց հետագա տարածման ուռուցքի, երբ որ արդեն տեղի ունենում մաշկի պտուկի ներքաշում, լիմոնի կեղևի առաջացմամբ, լինում են տարբեր մաշկային փոփոխություններ, կրծքագեղձի ասիմետրիա երկու կրծքագեղձերի միջև, հետո առաջանում է արտահայտված այտուցվածություն, կարող է լինել նաեւ բաց վերքի առաջացում, եթե process-ը ավելի խորանում է։ Մինչ այս հիմնական բանը, որպես կանոն ահազանգ է լինում, դա կրծքագեղձում գոյացության շոշափումն է, որը պացիենտը ինքն է անում ինքնազննման շնորհիվ։ Եվ դա մեր սկզբնական փուլերում է սովորաբար լինում։ Հետագայում արդեն բնական է ժամանակի ընթացքում կլինիկական նշաններն ավելի արտահայտված են դառնում եւ քանակապես ավելանում են։ Թևատակում կարող է լինել ցավ, գոյացության էլի լիմֆատիկների շոշափում կարող է լինել, ու այս բոլորը մեր համար արդեն ահազանգ է, որ դիմենք բժշկի։ Երբեմն լինում են նաև մկանային ցավեր, ինչպես թևատակ, այնպես էլ թիկունքի հատվածում եւ այլն, սրանք կարող են համարվել նշաններ, որ պետք է բուժարոյին բերի բժշկի մոտ։ Նայեք, սովորաբար ամեն նույնիսկ գոյացություն չէ, որ եթե մարդը շոշափում է, դա կարող է լինել օրինակ չարորակ ուռուցք։ Չէ, բայց հետազոտվելը արդեն կարևոր դերակատարում ունի, որպեսզի մենք կամ շղթենք, կամ հաստատենք, որպեսզի հետագայում ելի եմ ասում, ուշացում չլինի հիվանդության ու լինի արդեն սրացում վիճակի։ Գյումրի բժշկական կենտրոնում հետազոտման եղանակները ինչպիսին են, ինչ ձևաչափով եք այն իրականացնում։ Հետազոտությունները իրականում, տեսեք, իրենք բաժանվում են մի քանի փուլի, սկզբում դեպնականը կլինիկալ լաբորատոր հետազոտություններ են, հետո անցնում ենք գործիքային հետազոտություններին։ Առաջին բանը, որ արվում է, էլի տարիքից կախված, բայց հիմնականում կատարվում է արդեն սոնոգրաֆիկ առաջին հերթին սոնոգրաֆիկ մամոգրաֆիկ քննություն, որը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել գոյացությունը, այլ նաև եթե կա կասկած, որ այդ գոյացությունը ուռուցքային ծագման է, մենք կարողանում ենք նաև կատարել բիոպսիա, որը մեր ախտորոշման համարվում է ոսկե ստանդարտ վերջնական ախտորոշման մեթոդ։ Եվ բիոպսիան մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ախտորոշելու գոյացությունն, այլ նաև որոշելու ուռուցքի մորֆոլոգիական տեսակը, որտեղ կրծքագեղձի քաղցկեղը որպես կանոն ունի 3 տեսակ, որոնք բնականաբար տարբերվում են եւ իրենց ընթացքով, եւ իրենց ագրեսիվությամբ, եւ բուժման ստանդարտներով, բուժման մոտեցմամբ։ Եվ իհարկե մամոգրաֆիկ սոնոգրաֆիկ քննությունից հետո, բիոպսիայից հետո մենք պարտադիր կատարում ենք նաև պոլիօրգան կատե, ինչը մեզ MRT կատե, ինչը մեզ հնարավորություն է տալիս արդեն հասկանալու process-ի տարածում, այսինքն կան հեռակ ախտահարված այլ օրգաններ, թե process-ը սահմանափակված է կրծքագեղձով կամ թևատակի ընդհանրապես լիմֆատիկներով։ Հետազոտությունն իրականացրեցինք, անցանք բուժման եղանակին։ Բուժումը, տեսեք, բուժումը որպես կանոն ներկայացնում է իրենց համալիր բուժում, այսինքն պարբերաբար կատարվում են կոնսիլիումներ, ընդհանրապես քաղցկեղի բուժման առանցքային դերակատարում ունեն մի քանի մասնագետներ, դրանք են դեղորայքային բժիշկներ, այսինքն մենք ճառագայթաբանները եւ վիրաբույժները։ Եվ այս մասնագետների շնորհիվ մենք արդեն կարողանում ենք ցանկացած պացիենտի համար ընտրել ինդիվիդուալ եւ ամենաճիշտ եւ արդյունավետ բուժման մոտեցումը։ Ինչից հետո արդեն բնականաբար սկսում ենք բուժել պացիենտին։ Հիմնական եղանակները նշեցի դեղորայքային բուժումն է, որ իրենց ենթադրում է քիմիոթերապիա, թիրախային թերապիա, հորմոնալ թերապիա, եթե իհարկե ուռուցքի հիմքում առաջացման հիմքում ընկած է հորմոնալ ֆոնը։ Դրանից հետո թիրախային թերապիան է եւ քիմիոթերապիան է։
Հետո ճարագայթային թերապիան եւ արմատական բուժման եղանակը իհարկե ցանկացած ուռուցքի այդ թվում նաեւ կրծքագեղձի քաղցկեղը համարվում է վիրահատական եղանակը։ Վիրահատությունները իրականացվում են կարող են լինել ինչպես սեկտորալ, այսինքն օրգան պահպանողական վիրահատություններ են, այնպես էլ լինում են ամբողջությամբ օրգանի հեռացումով։ Բայց այսօր ժամանակի զուգահեռ, հա, պացիենտների դիմելիության շնորհիվ եւ ժամանակի նախտորոշման շնորհիվ մենք ունենում ենք բավականին արդեն աճ նրա, որ կատարում է օրգան պահպանողական վիրահատություններ, այսինքն մաշկ-պտուղ պահպանողական կամ ընդհանրապես սեկտորալ, այսինքն օրգան պահպանողական վիրահատություններ, որի ժամանակ հեռացում է հիմնականում ուռուցքը։ Իսկ վիրահատություն ասվածը այս դեպքում պարտադիր պայման է, եթե նույնիսկ վաղ փուլում է հայտնաբերվել։ Տեսեք, վիրահատությունը, որտեղ բուժման արմատական եղանակն է, այսինքն բոլոր դեպքերում ի վերջնական մեր նպատակն է հասցնել պացիենտին վիրահատության, որպեսզի մենք կարողանանք տվյալ ժամանակի համար հասնել լիարժեք ապաքինման եւ արդեն ուռուցքից օրգանիզմը մաքրել։ Բայց ցավոք լինում են դեպքեր նաեւ, որ մենք ել չենք կարողանում վիրահատություն անել, այսինքն խոսքը արդեն 4-րդ փուլի մասին է, երբ որ process արդեն տարածված է լինում եւ մենք ունենում ենք ցավոք սրտի հեռակա մետաստազներ արդեն եւ այս պարագայում արդեն վիրահատությունը որպես այդպեսին էլ չի օգտագործվում, հիմնականում արդեն բուժման առանցքային եղանակը մնում է դեղորայքային բուժում։ Այդ էլ արդեն մենք ընտրում ենք ուռուցքի տեսակից կախված, որտեղ նշեցի արդեն, որ 3 մորֆոլոգիական տեսակ ունի կրծքագեղձի քաղցկեղը, տեսակից կախված բուժման ընթացքը բավականաչափ տարբեր է։ Լինում են դեպքեր, երբ օրինակ հա բուժարուն ինքն է իր կամքը թելադրում, նույնիսկ եթե դուք բացատրում եք, որ վիրահատական միջամտությունը անհրաժեշտություն է, որովհետև ներեցեք, այսպիսի մի կարծրատիպ կա շատերի մոտ նստած, որ ասում են այդ ուռուցքին, եթե հա դանակ կպցնեն, ուրեմն վերջ։ Դե բնականաբար առաջին պահին, հա, սովորաբար մենք բախվում ենք տարաբնույթ խնդիրների, ընդհանուր մինչև պացիենտները հրաժարվում են ոչ միայն վիրահատությունից, այլ նաև բիոպսիայից, որովհետև համարում են, այո, այդ սկզբունքը, որ կարող է ագրեսիվանալ ուռուցքը կամ շարունակական աճ լինել ուռուցքի, որպես մասնագետ դա ճիշտ է։ Համապատասխանում է իրականության։ Չէ, դա իրականության չի համապատասխանում, ընդհակառակը բիոպսիան մեզ հնարավորություն է տալիս հաստատելու կամ ժխտելու ուռուցքը, որտեղ դա է միակ եւ վերջնական տարբերակը ուռուցքի ախտորոշման եւ դա ճիշտ մոտեցումն է։ Ինչ վերաբերում է տարածմանը, նպաստելուն եւ այլնին, դա ճիշտ ասած այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ինչ վերաբերվում է պացիենտների որպես այդպիսին ընկալմանը, սկզբում բնական է լինում են տարբեր խոչընդոտներ, բայց երբ որ շփվում ենք պացիենտի հետ, հա, խոսում ենք, բացատրում ենք եւ մեր պարագայում շատ կարեւոր է այդ փոխադարձ վստահությունը պացիենտի եւ բժշկի։ Այդ պարագայում արդեն երբ որ ձևավորվում է այդ փոխադարձ վստահությունը եւ փոխադարձ պայքարը, արդյունքում մենք կարողանում ենք հասնել նրան, որ գիտակցված արդեն, երբ որ հասկանում են ինչ է կատարվում եւ ուռուցքը որ ձևով մենք հնարավորություն ունենք արդեն լիարժեք բուժելու, արդեն պացիենտները բնականաբար ընդունում են բուժման մեր մոտեցումը ու մենք էլ հիմնականում խնդիր չենք ունենում։ Այս ամենից զատ կա նաև խնդրի մեկ այլ կողմը, հա, դա հոգեբանական վիճակն է բուժարոյի։ Այս մասով ինչ կասեք, հեշտ են հաղթահարում, հա, այս ամենը։ Անկեղծ ասած, կնոջ համար հատկապես, հա, երբ որ լինում է կրծքագեղձի քաղցկեղ, հետո վիրահատությունը, երբ որ ընթանում ամբողջությամբ կրծքագեղձի հեռացմամբ, բնական է ցանկացած կին բավականին դժվար է ընդունում այդ փաստը, ցավոք սրտի, այո, երբեմն առաջին բախումը հենց այդ ժամանակ է լինում, որ իրենք հրաժարվում են նույնիսկ գիտակցաբար, ասում են ես պատրաստ եմ ցանկացած հետևանքի, բայց չեմ ուզում հրաժարվել, օրինակ օրգանից, այդ պարագայում տեսեք, բնականաբար այսօր այս դարում վիրահատությունները մեզ հնարավորություն են տալիս ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, որոնցով մենք իմպլանտներ ենք տեղադրում, հնարավորություն ենք ստեղծում պացիենտին, որպեսզի ինքը ավելի լիարժեք կյանքով ապրի։ Բայց դրանք երևի վճարովի ծառայություններ են եւ բոլորին հասանելի չեն։ Դե հա, վճարովի էլ լինում են, բայց սովորաբար ինչ որ չափը էլի պետպատվերի շրջանակում հնարավոր է լինում իրականացնել, ինչևէ բնականաբար այդ հոգեբանական բավականին ծանր ընկալումը կա, պացիենտները բավականին դժվար են գալիս դրան, հաջորդ բանը, որ շատ դժվար է ընկալվում, դա մազաթափությունն է, որը ցավոք սրտի մեր դեղերի մի մասը արդեն առաջացնում է մազաթափություն,
Բայց էդ էլ, քանի որ մենք բացատրում ենք բարբերաբար իրենց հոգեբանորեն նաև աջակցում ենք, որ ճիշտ է կամ ազատափություն, ճիշտ է ցուցված է վիրահատություն, բայց դա էլ վերջը չի, այսինքն հետագայում բնական է մազերը վերականգնվում են, եղունգների աճը նորից շարունակվում է, որտեղ տարբեր փոփոխությունների ենթարկվում կնոջ օրգանիզմը դեղորայքի ֆոնի վրա։ Բայց հետագայում, երբ որ ինչ որ չափով այդ լավատեսությունը արդեն գալիս է ու պացիենտները հասկանում են ինչի դեմ են պայքարում ու հույսը ծնվում է, որ հետագայում լինելու են ավելի լավ, ավելի առողջ, բնականաբար ավելի կարողանում են գտնել ճանապարհ, որպեսզի օգնենք։ Որքանով է կարևորում այստեղ ընտանիքի դերը։ Ընտանիքի դերը շատ մեծ է բնականաբար, այսինքն աջակցությունը ընտանիքի, հարազատների, աջակցությունը բավականին կարևոր է, այսինքն ցանկացած մարդ, հատկապես եթե մարդը ունի այդ խնդիրը, պետք է պարտադիր շրջապատեն հարազատները, ընտանիքի անդամները ջերմությամբ, սիրով լինեն մի փոքր ավելի ուշադիր, որտեղ պացիենտները լինում են նաև հոգեպես բավականին գճված վիճակում, ջրագրգիռ են դառնում, ցանկացած ազդակ, եթե ժամանակին կարող էին այլ կերպ արձագանքել, հիմա ավելի սուր են արձագանքում, բայց եւ բժիշկը ինչ որտեղ եւ մնացած շրջապատող մարդիկ պետք է գիտակցեն ու հասկանան, որ բավականին լուրջ եւ ծանր պայքար է գնում մարդու մոտ, որտեղ ընդհանրապես ախտորոշման պահից սկսած մինչեւ բուժման ամենավերջին պահը տարբեր էմոցիաներ են շրջապատում պացիենտներին, ինչը պետք է անպայման հաշվի առնել եւ բուժման ժամանակ եւ ընթացքում ու անպայման այդ ընտանիքի ֆակտորը պետք է լինի, որ պացիենտը զգա, որ ինքը մենակ չի այդ պայքարում եւ բժիշկը եւ շրջապատող մարդիկ պատրաստ են եւ պատրաստակամ են օգնել իրեն։ Ձեր խոսքի սկզբում նաև նշեցիք, որ կապը մշտապես պահպանվում է այլ բժիշկ մասնագետների հետ։ Թիմային աշխատանքը ինչպես է կարևորում հենց այս գործընթացում։ Ընդհանրապես մեր աշխատանքում շատ կարևոր է թիմային աշխատանքը, այսինքն մի մասնագետ այս պարագայում չի կարող ճիշտ գտնել բուժման եղանակը, դրա համար էլ բարբերաբար մենք կատարում ենք կոնսիլիումներ, քննարկումներ, լինում են դեպքեր բնականաբար մենք կապ ենք հաստատում նաև այլ մասնագետների հետ եւ արտասահմանյան մեր գործընկերների հետ եւ Երևանի մեր գործընկերների հետ, այսինքն նպատակը մեկն է, որպեսզի պացիենտները ստանան ճիշտ եւ լիարժեք բուժում։ Ու դրա համար ցանկացած մասնագետի ընդգրկումը ով որ լրացուցիչ ինչ որ չափով կարող է մեզ օգնել ու բնականաբար ուռուցք այնպիսի հիվանդություն է, որ նաև ժամանակի ընթացքում ախտահարում է եւ մեր դեղորայքը եւ հիմնականում հենց ուռուցքը ախտարում են նաև այլ օրգան համակարգեր ու ոչ միայն կարևոր դերակատարում ունի հիմնական ուռուցքով զբաղվող մասնագետների, բժիշկների դերակատարումը, այլ նաև այլ բժիշկների օգնությունը, խորհրդատվություն, այսինքն սա բավականին բարդ եւ համակցած աշխատանք է պահանջում տարբեր սֆերայի բժիշկների։ Հիմա ուզում եմ վերադառնալ մեր խոսքի սկզբում նշված թեմային, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին, ի վերջո այն ինչ տվեց մեզ եւ դրանով առողջապահության նախարարությունը ինչ ապահովեց։ Նախ տվեց այն, որ պացիենտները եւս մեկ անգամ, այսինքն այդ ինչի ենք անընդհատ իրազեկում պացիենտներին, որ ունենանք նպատակը մեկն է, որպեսզի պացիենտները չվախենան եւ ժամանակին դիմեն բժշկի, որտեւ դրանով իրենք հասնում են եւ մենք հասնում ենք արդյունավետ բուժման։ Տվեց այն, որ հոսքը պացիենտների մի քայլով էլի ավելացավ եւ դա էլ մեզ տվեց հնարավորություն արդեն վաղ ախտորոշելու քաղցկեղը, որտեղ կրծքագեղձի քաղցկեղը այսօր զբաղեցնում է բավականին մեծ մասը այլ ուռուցքների շարքում, ինչի արդեն կանխարգելումը մեզ բավականին մեծ հնարավորություն է տալիս արդեն բուժելու եւ բնականաբար ավելի քիչ մահացություն ունենալու։ Բացի այս իրազեկման արշավներից պետության կառավարության կողմից որևէ կերպ թոթափվում է այս օրինակ հիվանդների բեռը ֆինանսական առումով։ Եթե ժամանակին դեղորայք տրամադրվում էր բացառապես վճարովի հիմունքներով, այսօր կան որոշակի խմբի դեղորայքներ, որոնք պետությունը պետպատվերի շրջանակում կարողանում է տրամադրել հիվանդներին։ Հետո մի շարք հետազոտություններ եւս շնորհիվ գործող կարգի էլի դարձել են հասանելի, այսինքն թեկուզ կատեն, MRT-ն, որ էլի ժամանակին վճարովի հիմունքներով էր կատարվում, այսօր հնարավորություն է տրվում պացիենտներին անցնել պետպատվերի շրջանակում, ինչը բավականին թեթևացնում է պացիենտների ընդհանուր եւ նաեւ ֆինանսական վիճակը։
Այսինքն այդ ուղղությամբ եւս քայլեր արվում են։ Աշխատանքներ կատարվում է, այո։ Հիմա էլ գնալով ոնց որ եւ սկրինինգային ծրագրերն են ընդլայնվում եւ բնականաբար պետպատվերի շրջանակում իրականացվող եւ հետազոտությունները եւ ինչու՞ չէ նաեւ դեղորայքը ավելի մեծ ներգրավվածությունն է, որովհետեւ կարողանան ավելի մեծ չափով փոխհատուցեն։ Վերապատրաստումների մասնակցում եք։ Այո, դա շատ կարևոր ու առանցքային դերակատարում ունի մեր մասնագիտության մեջ, որովհետև ինֆորմացված լինելը շատ կարևոր է, այսինքն ինչպես են աշխատանք իրականացնում նաև դրսում ու ինչ նոր մոտեցումներ են իրականացնում, որը միգուցե դեռևս մենք չունենք, բայց իրականում վերապատրաստումների ընթացքում տեսնում ենք, որ շատ լավ է այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի Հանրապետությունը փոքր է որպես պետություն եւ շատ բաներ դեռևս չի հասել, հա, մեզ մոտ, բայց կան նաեւ շատ առավելություններ, այսինքն մենք կարողանում ենք արդեն զուգահեռ քայլել այն մեծ խոշոր կլինիկաների եւ մեր բուժումներն այսօր իրականացվում է բացառապես արտասահմանյան ծրագրով, այսինքն մենք ունենք հատուկ ուղեցույցեր, որոնք հենց արտասահմանյան են, մենք չունենք մեր սեփական ուղեցույցերը։ Ամբողջությամբ մոտեցումը համապատասխանում է լրիվ նորմատիվներին եւ որ գնում ենք ու նոր ինչ որ նորություն են ներկայացնում, հաճելի է որ մենք հասկանում ենք, որ մենք էլ ձեռնպահ չենք մնացել դրանից ու մենք էլ կիրառում ենք արդեն մեր պրակտիկայում։ Ինչը ողջունելի է։ Հա, ինչը շատ ողջունելի է, հա։ Քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտեցել է ավարտին, ես կուզենամ, որպես մասնագետ ձեր խոսքը կամ կոչը հղեք մեր հեռուստադիտողներին։ Ես ելի պետք է հորդորեմ բոլորին ժամանակին դիմել, հատկապես գանգատի առկայության դեպքում չսպասել, որպեսզի խորանան գանգատները եւ ուշացնենք արդեն բուժումը, թող դիմեն պացիենտները ու հետազոտվեն լինեն առողջ։ Դա հիմնական կոչն է եւ հորդորը։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Անի Թովմասյանին։ Եղեք առողջ, Medinfo-ն էր եթերում։